լույս չունեցող հաստատուղթ է, այսինքն ներկայացնում են այստեղ որպես դե յուրե հաստատված, այսպես ասած, խաղաղություն եւ տրիպ, որը որևէ կապ չունի ինքնիշխանության սահմանափակման հետ, ուղղակի ծիծաղ է առաջացնում։ Եթե պարզ խոսքով ասենք, մենք ունենք այսօր 26% ինքնիշխանություն։ Այնքան, ինչքան մեզ տրամադրել են, որ մենք այդտեղից կարող ենք մասնաբաժին ունենալ, շահաբաժին ունենալ։ Ինչ է, 26%-ով։ Դա ամբողջ քո տարածքով անցնում է ճանապարհ։ Ոչ մի վետո իրավունք էլ չունենք, դե այդ իր ասածները եւ գրածների տարբերությունը մենք արդեն պետք է սովորենք տեսնել եւ իրականում թե ինչ ուղղությամբ էս ամեն ինչը գնում, նույնպես պիտի կարողանանք տեսնել։ Այսինքն ակնհայտ է քո տարածքով ճանապարհ ես տալիս, իմ տարածքն է, չէ՞, բայց այդ տարածքի տնօրինությունը միայն դու 26%-ով ունես։ Այսինքն 74%-ը տալիս ես իրանց 49 տարով, հետո եւս 50 տարի դրան գումարվելու է, եւ եթե այնտեղ մեկը կասկածում է, որ ամերիկյան ամբողջական վերահսկողությունը եւ ամերիկյան ամբողջական լիարժեք այս գործընթացը իրականացնելը ինչ որ սահմանափակում է ունենալու, նայեք տեսեք Ամերիկան ինչպես է վարվում մյուսների հետ, այսինքն Հայաստանը ինչպես կարող է այնտեղ ինչ որ վետոյի մասին ծպտալ։ Օրինակ իշխանությունների ասելով մենք էլի իշխանությունների ասելով մենք ունենք արդեն մեր երազած Հայաստանը, որը պետք է մենք գովերքենք, պետություն ասածը մեր հիմնական արժեքը, որը ձեռք ենք բերել, հիմա տեսնում ենք ինչ պետության մասին ենք մենք այսօր խոսում։ Այսօր Հայաստան որպես պետություն չկա։ Կա Նիկոլ Փաշինյանի կալվածք, որը ինքը տնօրինում է։ Ասում է դա պայմանավորված է, ոչ միայն Ռուբենյանի իշխանությունը, ասում է դա պայմանավորված է ներդրումների չափով, 74%-ը նրանց է վերապահված։ Չի կարող այդպիսի բան լինել, որ քո տարածքով անցնի ու դու գոնե կես-կես չլնես, էլի։ Այսինքն հասկանում եք, սա այն աստիճանի մեզ ուղղակի նվաստացնող բան է, որ ինչ պետք է օրինակ բանա, այս ինչ են սկսել, ինչից են սկսել բանակցելը, որ հասել են 26%-ի, չէ՞։ Հարց առաջանում։ Շատ ճիշտ էր մեկնաբանել պարոն Օսկանյանը, այսինքն եթե լուր նստեինք այնտեղ, կարող է մի քիչ ավելի լավ վիճակ ունենային։ Այսինքն ունեցել մեր տոկոսը կներես բարձրացնելու։ Հակադարձում են ասում են բարի նախկինում գույք պարտքի դիմաց տվել, եթե այդքան ճկունեին, գույք պարտքի դիմացը բազմիցս բացատրվել է, թե ինչքան օգուտ է տվել Հայաստանին, եւ գույք պարտքի դիմացը այսօր էլ ապացուցվում է, որ այն գործարանները, որոնք չէին աշխատում, առվազը սկսեցին շնչել, հիմա դրան չանդրադառնանք։ Իրանք այնքան բաներ են աղավաղում, իրենց ասելով մենք մինչև 2018 թիվը լրիվ սխալ ենք ապրել, ընդհանրապես որպես ազգ։ Եվ 2018 թվից իրանք մի հատ պայծառ ապագա են մեզ բերել, որ տեսնում ենք այդ ապագան ինչա տալիս։ Այդ որ ասում եք ինչ ենք զիջը, անընդհատ զիջելով գալիս ենք մենք։ Ինչու չկարողացանք, որովհետև մենք սուբյեկտ չենք բանակցությունների, մենք օբյեկտ ենք։ Մենք դրա մասին բազմիցս ասել ենք, այսինքն մենք սեղանի վրա ենք, մենք սեղանի շուրջ չենք։ Մենք այնտեղ նստում ենք ձևական բուտաֆորիայի նման, բայց մնացածները որոշում են, թե մեզ ինչ տան, ինչ կրճոններ մեզ տրամադրել։ Հայացման վրա Հայաստանը կարողանալու է ազդել ձեր կարծիքով որևէ ձևով։ Ինչի վրա։ Ասենք եւ ընկերության միջոցով Ոչ, ես եմ ասում, ոչ այդ հարգել նախ ասեցի, չէ, այնտեղ իրավական ուժունեցող որևէ բան չկա։ Նախ սկսենք այդտեղից, ինչ որ գրված է առաջի պարբերությունում։ Եթե իրավական ուժ ունեցող որևէ բան չկա, մեկ։ Երկրորդ, կա իրավական ուժ ունեցող մեկ այլ բան, որը այդ ստորագրած 5 կետերից մեկն է, որ անխոչնդոտ պետքա կապ ապահովի Ադրբեջանի երկու մասերի միջև։ Այսինքն այդ անխոչնդոտ կապը իրենք հիմա մեկնաբանում են, ասում են մենք այդտեղ խնդիրներ ունենք եւ այդ անխոչնդոտությունը պետքա ապահովվի։ Դրա հետ կապված մանրամասնություններ կան եւ դեռ լինելու են։ Հիմա սա ինչ է նշանակելու։ Հիմա տեսեք, իրենք նաև ասում էին, որ մենք այնտեղ ներկա ենք լինելու, սահմանապահ, որպես անձնագրերն են մենք ստուգելու, սահմանապահություն ենք անելու, մաքսային մենք ծառայություններ ենք անելու, բայց խորամանկորեն գրել են front office, back office հասկացությունները։ Սա ինչ է նշանակում։ Սա մենք լինելու ենք back office-ում, ընդ մի տեղ նստած, front office-ը լինելու է նա ինչ որ կորոշի ամերիկյան այդ կազմակերպությունը եւ կապահովվի
Ալիևի պահանջը, այսինքն իրանք չպետք է տեսնեն հայ ոստիկանի կամ հայ սահմանապահի դեմք։ Այսինքն էլ եմ ասում, հասկանում եք, այսինքն մենք անընդհատ այն ինչ որ լսում ենք, օրինակ, դժբախտաբար եմ դա ասում, դժբախտաբար, այն ինչ որ լսում ենք մեր հարևաններից, թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, դրանք իրականացվում են։ Այն ինչ որ լսում ենք հայկական կողմից, դրա հակառակն է տեղի ունենում։ Այսինքն Հայաստանը կներես ինչու գնաց այդ որ ասում եք փաստաթուղթը իրավական ուժ չունի Հայաստանի սեղանի շուրջ չի սեղանի տակա ինչու գնաց որպեսի պատերազմ Հայաստանը չգնաց։ Մենք այսօր Հայաստանի շահի պաշտպանության մասին չենք կարող խոսել այն պարագայում, երբ որ այդ բոլոր բանակցություններում Հայաստանը ներկայացնողը կա, բայց Հայաստանը չկա։ Սա մենք պետք է հասկանանք։ Հայաստանի ժողովուրդը դե չկա։ Կա Հայաստանը ներկայացնող մի վարչապետ, որը բնականաբար իր խնդիրն է լուծում, իր իշխանություն պահպանելու հարցն է լուծում։ Երբ որ այդ տեսակետից ես նայում, ամեն ինչ տրամաբանական է դառնում։ Բնականաբար ինքը ուզում է իր իշխանությունները պահպանի եւ դա միայն մի ձևով կարող անել, ստանալ այս ձևի գովասանքներ տարբեր կողմերից, սա փորձել օգտագործել նախընտրական իր քարոզչության մեջ եւ ժողովրդին հերթական անգամ խաբել, համոզել, որ ինքը մեծ դարակազմիկ հարց է լուծել, խաղաղություն է բերել։ 21 թվին էլ է, չէ՞, նույն բաներն ասում, իբրև մենք էինք գալի պատերազմ բերում, ինքը եկել է խաղաղություն է բերում, տեսանք ինչ բերեց։ 21-ից հետո ամեն տարի զիջելով եկել ենք, նայեք մինչև 25-26 թիվն էլ հիմա հերթական բաները կտեսնենք։ Այսինքն խաղաղություն ասածը հերթական փուչիկն էր, որը մենք ճիշտ չգնահատելով մեր ժողովուրդը, իդեպ 21 թվին նորից ձայն տվեց այս իշխանությունների։ Հիմա ինքը նույն այդ պրյոմը, այս հնարքը նորից ուզում է իրականացնի։ Տեսել է, որ հեշտ խաբվող ինչ որ մի հասարակություն է ձևավորվել, որին կարելի է այսպեսի մատուցել նման գաղափարներ, այսպես խաղաղության, գեղեցիկ խոսքեր եւ այլ եւ այլ, հերթական անգամ մի քանի ամիս է մնացել, այս ընթացքում էլ բոլոր կողմերից կօգնեն, որ ինքը մնա իշխանության, դե տեսնում ենք ինչ է կատարում, չէ՞։ Թուրքերը մի կողմից ադրբեջանցիները մյուս կողմից դարել են իր քարոզիչը եւ իր շտաբի անդամներն են, այսպես ասած, դարել, արդեն ընտրական գործընթաց են սկսել, որ սա կարողանա այդ ամեն ինչը ներկայացնել որպես մեծագույն ձեռքբերում եւ հերթական անգամ ժողովրդին խափի եւ քվեն ստանա։ Այսինքն իր խնդիրը իր իշխանությունը պահելն է, ուրիշ բան չկա այստեղ։ Իրանից են մտահոգություններ հնչում, պարոն Ռուստամյան, կարող ենք համաձայնության գալ Իրանի հետ, ասում եմ մենք խոսենք, կբացատրենք, ինչքան ժամանակ է բանակցությունները։ Ну, տեսանք Իրանին ինչքան են բացատրել, Լարիջանի հայտարարությունները կարծում եմ շատ պերճախոս վկայությունն են այն բանի, որ իրանք շատերի նման, որ այսօր հավատում են այս տրիպը, որ իբր թե ինքնիշխան տարածք է, Լարիջանին եւ մյուսները, որոնք շատ մեծ դերակատարություն ունեն, այդ կարծիքին չեն։ Եվ կամաց բնականաբար իրենք ինչ խնդիր են այստեղ ստանալու։ Իրենք ստանալու են իրենց սահմաններին կպած մի իրավիճակ, որ անընդհատ իրանց համար խնդիր է Ամերիկա-Իրան հարաբերությունների մասով։ Այդ կոնֆլիկտը գոյություն ունի եւ դա մենք տեսնում ենք անընդհատ։ Հիմա այդ կոնֆլիկտը գալիս է իրանց դռան դեմ կանգնում։ Սա ինչքանով է լավ լինելու ով Հայաստանը ընդհանրապես ոչ մի բանի մասնակից չի, ամբողջ հարցը դա Հայաստանը Երանի Հայաստանը ինչ որ մի բան թույլ չտար։ Երանի ես այնքան կուզենայի, որ մենք մի օր զարթնենք, տեսնենք, որ Հայաստանը մի բան թույլ չի տալի։ Դուք մի բան տեսել եք, որ Հայաստանը թույլ չտա։ Ընդհակառակ Հայաստանի գիծները, որ ամեն ինչ թույլ տա, որ իրեն պահեն իշխանության։ Հայաստանը չէ, ասացի, Հայաստանի իշխանությունները։ Հայաստանի իշխանությունների համար անգամ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարևոր չի։ Իրան պետք է մի տարածք մնա, որտեղ իրանք իշխանություն ունենան։ Էսա։ Ես 29743-ից արդեն խոսելն անիմաստ է։ Այդտեղ չունենք այդքան։ Հիմա վերջում ինչ կմնա։ Ես նույն սահմանազատում սահմանագծումից եւ այլից, ես էլ թող ժողովուրդը որոշի։ Այո, վերջում կարող է մնալ մի հատ տարածք, որտեղ կառավարության շենքը լինի, իշխանություն ունենա, վերահսկելի ինչ որ մի հատ տարածություն եւ ասի, էսի մեր երազած Հայաստանն է, իրական Հայաստանն է։ Մի հատ նորից տրիպի մասին ասեք, դա իրագործելի է կամարում եւ հետո լավ վատը, լավ։ Նայեք, տրիպը, ասեցինք, ուրեմն տրիպը այս վիճակով ինչ որ ընթացքը կա, այդ ընթացքը ընդունելի չի մեզ համար, բայց իհարկե բանակցելի է, եւ եթե Հայաստանն իսկապես կարողանա լուրջ բանակցություններ վարել եւ տրիպը չդառնա կռվախնձոր, այլ տրիպը դառնա մեր բոլոր ռազմավարական գործընկերներին նաեւ համախմբելու միջոց, դա կարող լավ աշխատի, ինչու ոչ։ Մենք ասել ենք, չի կարող քո տարածքով միայն տրիպը սահմանափակվել։ 43 կիլոմետր ինչու պետք է լինի։ Եթե մենք խոսում ենք Խաչմերուկի մասին,
Դա առնվազն պիտի գահասնի մինչև Երասխավան։ Այսինքն ինքն էլ մի կողմից, Ադրբեջանն էլ մի կողմից այդ նույն թրիպի տրամաբանությամբ պետք է տարածքներ տա, չէ՞։ Հնարավորություն տա, տարածք չասենք, տա հնարավորություն հաղորդակցության։ Փոխադարձության մասին են այսքան ժամանակ խոսում, ստեղ ինչ փոխադարձություն եք տեսնում։ Մեր տարածքի վրա բոլորը ինչ որ բաներ են ստանում, դիվիդենդներ եւ հնարավորություններ են ստանում, բայց մենք ինչ ենք ստանում իրենց տարածքներից։ Այս ձևական բանը, որ մի երկու հատ հացահատիկ եկավ, բենզին եկավ եւ այլ, այդ երբ ուզենան կկտրեն, երբ ուզենան խրախուսելու համար կթողնեն։ Էդ էլ անում են։ Այսօր խրախուսելու պահն է, այսօր թոզ փչելու պահն է, այսպես ասած, որ մոլորեսնեն ժողովրդին, որ տեսեք, ունեք մի հատ իշխանություն, որը պետք է պահեք, որ կարողանանք մենք իրար հետ ստել լավ ապրել, եւ այդ իշխանությունը այսօրվա իշխանություններն են Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ։ Էս են ուզում իրանք անեն։ Եվ դրա մասին ասում են Հական Ֆիդանը պարզ հայտարարել, չէ՞։ Պարզ հայտարարել է, որ այս քաղաքական կամքը, այս գիծը պետք է պահպանվի։ Եվ Նիկոլ Փաշինյանին ամեն ինչ պետք է անել, ինչը։ Դե իշխանությունները գիտեք ոնց է, այդ բանն է, երբ որ նայում ես ուղիղ, ասում ես սպիտակա, իրանք ասում են, չէ, դուք լավ չեք նայում, մի քիչ ուրիշ կողմով որ նայեք, տեսնեք ինչ որ այլ երանգներ կան։ Բայց գրած է, չէ, թղթի վրա։ Թող մարդիկ վերցնեն, կարդան, տեսնեն ինչ է գրած։ Այդ չի գրած, Հական Ֆիդանը ասել է, այս գիծը եւ այս կամքը քաղաքական պետք է պահպանվի։ Այսինքն դա ասում է դիվանագետը հələ։ Սա դիվանագետական լեզվով ասվածը, ասում է ուղիղ խոսքը միայն ավանակին են ասում։ Հասկանում եք, sense բաներ կա ժողովրդի մեջ ասացված։ Հիմա պարզ ասի որ չէ, Նիկոլ Փաշինյանը իմ Կարդաշն է, իմ Յոլդաշն է, որ բոլորը հասկանան ինչի մասն է խոսքը։ Պարզ ասել է, էլի ոնց ասի։ Պարոն Ռուստամյան, եթե դուք կաք իշխանություն, պատկերացնենք, եթե դուք իշխանություն, նախագծի հետ կապված, հաստատի որտեղ եք կվերանայի, որը կլավարկեք, որը կչեղարկեք եւ երկրորդ հարց, պարոն Սաղաթելյանը օրերս հայտարարեց, որ 2020 թվականի ֆեդերալական ընտրություններին հապված է օնլայն վաճառքի գործընթացը, խնդրում եմ ասեք, որ քաղաքական ուժերին եք պատկերացնում դաշնքի կազմում, արդյոք այն շարունակելու գլխավորել Նախ թրիպի հետ կապված մենք կվերացնենք բոլոր այն մտահոգությունները, որոնք այսօր մենք ունենք, եւ դա հնարավոր է իրականացնել։ Այդ մտահոգությունները մի քանի ուղղություն ունեն։ Առաջինը նախ այն է, որ մեր ինքնիշխանության սահմանափակում մենք այս ամենի մեջ տեսնում ենք եւ սա պետք է փորձենք վերացնել բանակցությունների միջոցով։ Մենք չենք ասում, որ ճանապարհները չբացվեն, մենք չենք ասում, որ այդ հաղորդակցության միջոցները մեզ պետք չեն, պետք են իհարկե, բայց դա պետք է լինի փոխադարձության սկզբունքով, մեր ինքնիշխան տարածքները մեր վերահսկողության տակ պահելու միջոցով, իսկ փոխադարձությունը նշանակում է առնվազն տրիպը պետք է շարունակություն ունենա 43 կիլոմետրով չպետք է սահմանափակվի, գա հասնի մինչև օրինակ Երասխավան։ Մեկը թող ինձ բացատրի, եթե իրենք իսկապես ուզում են Հայաստանը դարձնել խաչմերուկ, այդ ինչի են եղած ճանապարհին զուգահեռ Թուրքիայում գիտեք, չէ, 200 քանի կիլոմետրանոց ճանապարհ է կառուցվում։ Զուգահեռ մեր ճանապարհին իրենց տարածքով կառուցվում է ճանապարհ։ Իսկ իրենք ուղղակի Հայաստանն ուզում են շրջանցել։ Ուղղակի Հայաստանը ռազմաքաղաքական ռազմավարական այս գծից, որի վրա գտնվում է Հայաստանը, Սյունիքի նշանակություն հետ է, ուզում են դնել ռազմավարական, ռազմաքաղաքական պարկի մեջ։ Այսինքն մենք մեզնից ոչինչ չներկայացնենք, իրենց պետք է որ հայկական գործոնը չեզոքացվի։ Մենք սա չպետք է թույլ տանք, որևէ ձևով թրիպ կլինի, թե այլ կլինի։ Եթե խոսում ենք որպես սուբյեկտ, որը ունի իրավունքները եւ այդ իրավունքներն ունի, մանավանդ իր տարածքն է, չէ՞, տալիս, գոնե դրա դիմաց կարա պահանջի բավականին լուրջ հարցերի լուծում։ Սա է խնդիրը եւ մենք սա պետք է կարողանանք իրականացնել։ Թրիպն էլ ինչից առաջացավ։ Երբ որ այս իշխանությունները հրաժարվեցին Լաչինի միջանցքի հետ կապված հարցերից, Արցախի հետ կապված հարցերից, եւ այս հարցերը իրանց ապաշնորհության հետևանքով բերեցին անընդհատ զիջումների վիճակի մեջ։ Թրիպը վերաբանակցել Այո, ոչ, ասեցի ուղղությունները մոտարապես ինչ են։ Բայց չի չպետք է ամերիկյան կողմը չհամաձայնվի, երբ որ մենք օրինական լեգիտիմ պահանջներ ենք դնելու, մենք չենք ավել բան ուզում, քան դրա իրավունքն ունենք։ Բայց այսօր մերոնք ավել բան ուժելու մասին չէ, իրենք
կորցնում են ամեն ինչ, տալիս են, զիջում են ամեն ինչ, որպեսզի ստանան բարեհաճությունը, սիրաշահեն բոլորին եւ իրենք էլ սիրաշահեն այս իշխանություններին, որտեղ իրանց խնդիրն էլ եմ ասում, Հայաստանի շահը չի, իրանց խնդիրը իշխանության պահելու խնդիրն է։ Երկրորդ հարցի հետ կապված։ Որ հարցը։ Հա։ Դաշինքի եւ արդյոք այն այս անգամ եւս գլխավոր։ Տեսեք, մենք շատ հստակ այս վերջի գերագույն ժողովը եկել են եզրակացության եւ սա մենք պետք է մեր ժողովրդին փոխանցենք։ Կամ մի քանի հստակ արձանագրում, որը կարծում եմ կարևոր է, որ մեր հասարակությունն իմանա։ Նախ հստակ է, որ որևէ մեկը, այդ թվում նաև դաշնակցությունը, միայնակ չի կարող հաջողել իշխանափոխություն իրականացնել։ Եվ այս ընտրությունները մենք հենց այդ տրամաբանությամբ պետքա դիտենք։ Այսինքն այս ընտրությունները պետքա վերածվի իշխանափոխության գործընթացի, այլ միջոց անիմաստ է։ Դրա համար երկու պայմանապետք, որ ցանկացած ուժ կարողանա բավարարել։ Ոչ միայն ինքը հաղթահարի շեմը, որտեվ եթե չհաղթարած չեմ, այդ նշանակում է փոշիացում, այդ նշանակում է Նիկոլ Փաշինյանի օկտին մասնակցություն, կամ այս իշխանությունների պահպանման օկտին, վերարտադրման օկտին մասնակցություն, սա մեկ։ Բայց եթե ինքը անհրաժեշտ շեմը, անհրաժեշտ պայմանը բավարարում է, անցնում է, բայց ընդդիմությունը չի հաղթում, մենք ունենում ենք այս վիճակը, ինչ որ հիմա ունենք։ Այսինքն առընթաց այստեղ կաշկանդված ընդդիմությունը լինելու, անգամ կանոնակարգով իրան տարված հնարավորությունները թույլ չեն տալու օգտագործել, դու ունենալու ես այն ներկայությունը, որը չի ազդելու երկրի ընդհանուր գործընթացի վրա։ Սա դառը փորձից ենք մենք ասում։ Ուրեմն, եթե ուզում ենք հաջողել, ոչ միայն մեր հաջողության մասին պետք է մտածենք, այլև ընդդիմության ընդհանուր հաջողության մասին պետք է մտածենք։ Եվ ես կարծում եմ պետք է այս ամենը հասկացող եւ ընկալող ընդդիմադիր խոշոր մի քանի միավորների դաշինք, ոչ թե դաշինք, այլ ճակատ ձևավորվի, ամեն մեկը մի քանի խոշորներ կասեմ, այդ մի քանի խոշորները, որոնք շեմը հաղթահարելու են, բայց միևնույն ժամանակ իրանք պետք է քարոզությունը տանեն այնպես, որ եթե մեզ ինձ կոնկրետ ձայն չեք տալիս, կարող եք տալ այս ճակատից որևէ մեկին եւ ժողովրդին մղել, որ գնա ընտրության եւ ընտրություն կատարի ընդդիմության մեջ։ Սա է հարցը, որտեղ մեր հիմնական խնդիրը եւ ընդդիմության հիմնական խնդիրը пассив ընտրազանգվածին ակտիվացնելն է։ Իսկ դա չի կարող մեկ ուժ կատարել։ Դա պետք է կատարի մի քանի ուժ, որ ժողովուրդը այն пассив ովքեր որ այսօր դժգոհ են իշխանություններից, իսկ դժգոհությունը շատ մեծ է այս իշխանություններից։ Ընդդիմության գործը դա գեներացնելն է, իրականություն դարձնելն է։ Եվ այդ դժգոհ ընտրազանգվածը ընտրելու հնարավորություն պետք է ունենա։ Եթե մեզ չի ուզում, թող գնա ընտրի մեկ այլ ընդդիմադիր ուժի։ Սա է խնդիրը եւ կարծում եմ այսօր 3-4 այդպիսի ուժեր երևում է։ Մասնավորապես հանրապետական։ Մասնավորապես մենք օրինակ իշխանել ստեղ շատ դառը բաներ են խոստանում իբր թե մեր մասին պատկերացումներով ապագային նկարագրում։ Դաշնակցություն, բայց նաև մենք այո նախընտրում ենք ինչ որ մեծ դաշինքներ ձևավորել մեր գաղափարները, մոտեցումները նկատի ունենալով։ Դաշնակցությունն է եւ այս նոր ձևով մեր ձևով շարժումն է։ Ուժեղ Հայաստան կուսակցություն կլինի անունը թե ինչ այդքան էական չի։ Կարող են լինել կողքից նաեւ այո նրանք ովքեր որ ունեն իրենց ընտրազանգվածը, բայց դրանք չեն հաջողել ինչ-ինչ պատճառներով, հիմա կարող են ավելի թարմացնել եւ վերանայել իրենց մոտեցումները 3-4 հաստատ կարող են լինել։ Հայազգային կոնգրեսը որի հետ կարծեք օրերս Մենք հիմա բոլորի հետ ենք ակտիվ բանակցություն, բայց այս թեմայի շուրջ։ Այսինքն մենք ոչ թե միայն դաշինքի, լայն ճակատի մասին է խոսքը գնում։ Այսինքն մասնակցելը թող մասնակցեն խոշոր միավորներով, բայց մեկ ճակատ պետքա լինի ընդդիմադիր, որը այս տրամաբանությունը պահպանի, այսինքն մեկի հաջողությունը պայմանավորված է մյուսների հաջողությամբ։ Ում հետ? Խոսել ենք, այո, բոլորի հետ էլ խոսել ենք։ Բոլոր նրանք, տեսեք, հատ Աստվածաշնչի մի հատ լավ սկզբունք կա, ասում է, ով որ մեր դեմ չի, մեր հետ է։ Հիմա ով որ այս նպատակին դեմ չի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կանխելու, որ վերարտադրվեն, մենք դի համարենք իրանք մեր զինակիցն են, մեր հետ են։ Եվ այդ ձևով ընդլայնվի այն դաշտը, որը կարող է ակտիվացնել այս իշխանությունների հակազանգվածը։ Այս հակազանգվածը շատ մեծ զանգված է, իրենք էլ լավ գիտեն, տեսել ենք իրանց վարկանիշները, չէ,
բայց այդ հակազանգվածը ակտիվացնելու խնդիր գոյություն ունի, որը պետք է ճիշտ տեխնոլոգիայով այս անգամ ընդդիմությունը մի կողմ դնի իր ամբիցիաները անձնական անհատական եւ մտածի ընդհանուր ընդդիմության հաջողության մասին։ Պարոն Ռուստամյան, այս համատեքստում մի հարց է ներողություն թեմա շարունակելով։ Ընտրությունների թեմա շարունակելով ներողություն եմ խնդրում, շոշափեցիք Սամվել Կարապետյանի կողմից ձևավորված ուժեղ Հայաստանի անունը եւ դիտարկեցիք Դաշինքի կազմում հնարավոր քաղաքական ուժ, բայց մեր ձևովի համակարգող Նարեկ Կարապետյանը քանիցս հայտարարել է, որ իրենք չեն ուզում աֆիլացվել նախկին քաղաքական ուժերի հետ, այսինքն նախկին իշխանությունների հետ եւ գրեթե բացառեց գործակցությունը նախկին նախագահների։ Բայց մենք ինչ ենք ասում, մենք այնպեսի բաներ ենք ասում, որ այդ աֆիլացիաների բաներից վերը, դե չեմ էլ ասում նույն անուն։ Տավախություն կա, որ դուք ցածր հանրային վստահություն ունեք եւ իրենք կարող են ձախողել։ Չէ, ինչ-որ վստահություն, չեմ ասում, ունենք շատ մեծ վստահություն, որ կարող ենք 50%-ից ավել բերել։ Մենք այդպեսի ամբիցիա չենք դրսևորում։ 50%-ից ավելին, 21-ից թվից ավելին կունենա։ Ո՞վ։ Երեք Ալեն Սիմոնյանի իշխանությունը ասում էր 21-ի իրանք որ թողես 90% էլ կունենան, իրանք իրականում իսկապես կտրված են հանրային այս տրամադրությունները, իրանք լավ գիտեն, բայց քարոզչական մեթոդներ են կիրառում, որպեսզի դա չեզոքացնեն։ Այս բնական է, տես պետք է ասի, բայց ինչ պետք է ասի։ Ասեց, որ Հայաստան խմբակցությունը ոչ այս թվով էլ չի լինի խորհրդարան։ Եթե անգամ Դե իսկ Հայաստան կլինի։ Այս է հարցը։ Հայաստան խմբակցություն չլինի, ուժեղ Հայաստան չլինի, Հայաստան էլ չլինի, որ ՔՊ եղավ ընդհանրապես մենք քեմալական պայմանագիր կկնքեինք եւ կունենանք թուրք-ադրբեջանական տանդեմի ասոցացված մի տրիադա կկազմենք։ Տանդեմը դառնա տրիադա։ Ուժեղ Հայաստանն ձեր կարգախոսն է, չէ՞, 2021 թվականին, փաստորեն ձեր կարգախոսը դառել է քաղաքական ուժի անվան։ Դե այնպես բանը որ բոլորն էլ իսկապես եթե Հայաստանը սիրում են Հայաստանի հետ կապված կունենան որևէ արձարագրում, իսկ Հայաստան ուժեղ պետք է լինի, որ հաղթահարի այս բոլոր մարտահրավերները։ Դուք Դաշինքով մասնակցել եք, ուժեղ Հայաստանը Դաշինքի կազմում չի եղել, առանձին է մասնակցել։ Հայաստան Դաշինքը ընդլայնված կազմով անցել է խորհրդարան, ուժեղ Հայաստանը նույնպես։ Արդեն խորհրդարանում կոալիցիա կկազմեք։ Արդեն խորհրդարանում ամենագլխավոր պայմաններից մեկը այն է, ճակատ կառաջանա ընդդիմադիր, եթե հայտարարի այս իշխանությունների հետ հետընտրական փուլում եւ բնականաբար ես կարծում եմ սա տրամաբանությունն է հուշում, եթե ընդդիմությունը ունենա միասնաբար մեծամասնություն, ասում են հենց Աստված պահանջի եւ ժողովուրդը, որ իրանք միանան, ուրիշ ճանապարհ չկա։ Հետո տեղ ուրիշ կասկած էստեղ չուն։ Ոչ միայն չեմ բացառում, այլ շատ հավանական եմ համարում։ Շատ հավանական եմ համարում։ Դրանից են իրանք սարսափում եւ ամեն ինչ անում են, որ դա տեղի չունենա։ Էս է իրականությունը։ Շնորհակալություն։